Նշանակի ուխտավոր բառը։ Ուխտեր, հա, մենք չէ։ Այդ ուխտեր կապ չունեն։ Ուրիշ ուխտի հետ կապ ունի։ Փոխաբերական չէ, չէ։ Ուխայով գրվողն է։ Կենթանու մասին չի։ Այդ մյուսը։ Ուշադիր, ուխտը որ խյով ա գրվում, դա այդ սապատավոր կենթանին է, չէ։ Իսկ այն խյով գրվողը երեխեք նշանակում է երթու։ Գիտեն, Եք կարծում եք ինչ երեխեքի նկարներ են։ Ովքեր ճանապարհում եք Այստեղ սովորող երեխաների լուսանկարներն են փակցված, հա, ծառի վրա։ Հիմա մի հատ էլ պատտվեք այդ ծառի կողքին մի հատ ցած վանդակավոր հատված եք, չէ՞, տեսնում որտեղ նկար է դրված եւ կավից պատրաստված ինչ որ իր է դրված։ Դե հիմա նորից պատտվեք դեպից։ Ինչ է, ես հասկանանք ինչ է։ Այդտեղ գտնվում են քանչյուր ամսվա ընկերներ ուշադիր լսում եք։ Լավագույն աշխատանքները, այսինքն ամեն ամիս հայտարարվում է լավագույն աշխատանք եւ նկարչությունից եւ կավագործությունից։ Եվ ամեն ամիս այդտեղի պարագաները փոխվում են, հա։ Ամեն ամսվա լավագույնը հենց փակցնում ենք այդ վանդակի մեջ։ Հասկացաք սա։ Այ մի հատ կպտտվեք, տեսնեք այնտեղ ինչ է գրված։ Մեկ պատգամը։ Միասին կարդանք մի հատ այդ մեկ պատգամը։ Միայն հայերեն է, ընկերներ, եկեք, միասին, բայց հավասար, հա։ Արթնացիր, նկարի կողքերին, խոսի հանգեց, լսի համերական, օգնի աշխատանքի, սիրի ձերմորեն, նմիրի աննացոր, գողացի կես նրվածոր, իրացի կնությամբ, զարմացի Բոլորից ուղում եմ ընկերներ, բոլորից։ Որը հավանեցիք ամենաշատը։ Վերջինը։ Հա բոլորը վերջինը ամենաշատը հավանեցիք։ Բոլորը։ Հետաքրքիր ու շատ ճիշտ պատգամներ են։ Մոռացիր ասում։ Այո։ Հիմա մի բան խնդրում եմ, ինչ ճանապարհ տվեք ընկերներ։ Իսկ հիմա Արևմտյան Հայաստանը ուր է Թուրքիայում ընկերներ։ Այս դուրը դրա նշանակությունն ունի, հա, որ յուրաքանչյուրից ձեռքում է։ Ու դուք, մեր մյուս աշակերտները, մենք մեծանալով ու լավ գործեր անելով մեր երկրի համար, օրերից մի օր կարողանալու ենք այս կողպեքը դնել այստեղ, բանալիով բացել ու միավորել արևելյան եւ արևմտյան Հայաստանները։ Համաձայն եք, չէ՞, որ այդ ամենը մեր ձեռքերում է։ Շատ ապրեք, հիմա իմ հետևից առաջանանք։ Առաջացեք ընկերներ հատվածեք։ Այ ընկերներ, քան խոսեցի, բայց մի հատ չհարցրեցիք, բայց տարածքի ի՞նչ է մաչանեցում կոչվում։ Ինչ եք կարծում, ինչի պիտի մաչանեցում։ Ահա, մոտ է, շատ ճիշտ է։ Այստեղի հիմնադրի պապիկը, ընկերներ, Ստեփան անունով մի պապիկ է, որը Պարսկաստանի Խոյ գավառի։ Գավառը մեծ տարածություն է, մարզի պես մեծ տարածություն է։ Ընկերներ, այդ մարդը շատ էր սիրում ձեր նման այս փոքրիկ բալիկներին պոչել, պոչել, դիջել շատ էր սիրում, ընկերներ։ Ու իրենց բարբարով այդ պաչելը նաև ասում էին մաչել, պաչել, մաչել։ Պատկերացրի։ Ու ընկերներ, այդ Ստեփանենց փողոցի վրա շատ Ստեփաններ էին։ Հետո որ ընթացքում երեխեքը դուրսը վազվզում էին, ու մեկ էլ քայլում էին, ասում էին, «Բալես, բա դու ուր ես գնում կամ դու ում թորն ես»։ Ասում էին Ստեփանի թորն, բայց Ստեփանները շատ էին, չէ՞, տարածքում։ Ինչ պետք է իմանային, որ Ստեփանի թորն է։ Հարցնում էին, որ Ստեփանի թորն է, ասում են Մաչանի, Մաչան Ստեփանի թորն է, որ մաչել, այո, մաչել շատ է սիրում, մաչել, մաչան, չէ՞։ Դրա համար էլ անունը կոչվել է Մաչան Ստեփան, դրանից հետո իրենց ամբողջ ազգի ընկերներ տոհմանունը կոչվեց Մաչանենց։ Պատկերացրիք,
Իսկ երեխեք, այստեղի հիմնադիրը Գրիգոր Մաչալեց Բաբախանյանը։ Իմ հետևում արձան եք, չէ՞ տեսնում։ Արձանը ոչ մի քարվաճար տղան։ Եվ արձանը հենց Գրիգոր Բաբախանյանի արձանն է, կեցնի։ Բայց եկեք հասկանանք ինչի է քարվաճար տղան կոչվում։ Հա, մի հատ էլ քար կա, չէ՞ ձեռքին, տեսնում եք։ Քարավաճառ է։ Տես, քարավաճառ։ Ասում են, այս Գրիգոր Բաբախանյանը, երբ որ մի 15-16 տարեկան տղա է եղել, երազում տեսել է, որ իրեն ասել են ինքը պետք է շատ մեծ տարածություն ստեղծի ու որ այդտեղ պետք է շատ մարդիկ հասանեն։ Հուշակում եք, որ տարածության մասին է խոսքը։ Էս չէ, Մաչալեստան մասին է։ Եվ այդ ժամանակ 15-16 տարեկան տղա է եղել, ինչ է կարծում իմ վերջին գումար կլիներ։ Պետք է մի բան անել, որ գումար աշխատի, չէ՞։ Այո, բայց սովորական քարերը, որ վաճառել չէին գնի, չէ։ Այո, հետաքրքիր, բայց ինչով հետաքրքիր եկեք ես հասկանանք, հա։ Տափակ քարեր էր ընտրում ընկերներ։ Ու այդ տափակ քարերի վրա նկարում էր սիրում պատկերներ էր անում, որպեսզի պատկերացնեք ինչպիսի պատկերներ էր անում։ Մի հատ պտտվեք նայեք այն ափսեների վրա ինչ պատկերներ էր անում։ Ահա, այդպես պատկերներ, դե հիմա նորից պտտվեք դեպի ինձ։ Այդպես պատկերներ էր նկարում քարերի վրա ու վաճառում էր մայր տաճարի տարածքում։ Այս տուրիստները, հա, զբոսաշրջիկներն են, իրենց ասում են, որ եթե այս քարերը գնեք, հաջողություն որ ընտրի։ Խորհրդավոր ընտրի։ Ու այստեղ պատկերված է Հիսուս Քրիստոսը եւ 12 առաքյալները։ Հիշու՞ք եք։ Կարող եք հուշակել Հիսուս Քրիստոսը ո՞րն է իրենցից։ Մեջտեղին է։ Որտեղ է դրել ձեռքը։ Ահա, բարձրացի, այս սրտին դրածը հիմա թե այդ որ զուկա վերցնում է։ Շատ եկել հիմա։ Ինչպես ասում։ Ընկերներ մեջտեղինը չի, ես ծայրինը, բայց ինչպես ենք հասկանում, որ այս ծայրինը, ընկերներ, այս վերևի լուսապսակը տեսնում եք այդ կլոր հարկված, ընկերներ, հլմյուսներին է նայեք, հետևը խաչ կա, իսկ Հիսուս Քրիստոսինը կա, ընկերներ, այդպես է, մեր պատկերագրության մեջ մենք միշտ երբ որ Հիսուս Քրիստոսին պատկերում ենք, անպայման խաչով ենք պատկերում, այդ լուսապսակի մեջ խաչ անի։ Ընկերներ, առաքյալներից մեկը Դավաճան դուրս եկավ, չէ՞, ով է։ Ուդան։ Ուդան։ Բա կարող եք հասկանալ այստեղից որ մեկն է Ուդանը։ Ուդանը։ Այս դրածը չի, չէ։ Է որ ձեր քամանին է դրել, բայց ինչպես եք հասկանում, որ նա է, հա։ Տեսնում եք, որ մյուսների դեմքերը ամբողջությամբ երևում են, հա։ Այսպես ուղիղ է երևում, իսկ Ուդայի դեմքը կիսատ է երևում, ընկերներ։ Այդպես է, հա, պատկերագրության մեջ, եթե Քրիստոսի նկարելիս մենք խաչով ենք, հա, լուսապսակի մեջ խաչով ենք նկարում, այդպես է կարծում։ Ապա դավաճաններին կամ այն մարդկանց, որոնք որ լավ գործեր չեն կատարել քրիստոնեության համար, պատկերագրության մեջ իրենց նկարում են այսպես, կիսատ, հա, կիսատ պրոֆիլով։ Սա էլ հասկացաք։ Հասկացանք ինչով եք տարբերվում։ Այս մեջների հասով, ուղղակի կենտրոնի է։ Իսկ այս մեջտեղի հատվածը տեսնում եք, զուկ է։ Այս մեջտեղի կանգնած է։ վրան են մարդու դեմքեր է, բայց այդ ինչ զուկ է, հատուկ զուկ է, այս ինչ չէ, հետո ընկերներ տարեխ է, այո, տարեխ, զուկը կոչվում է տարեխ, վանարգը չի, ձկներից է, որը միայն այնտեղ է, հա, բազմանում։ Դրա համար էլ հենց որպես խորհրդանիշ, որպես սիմվոլ մեջտեղում մենք զգանք տարեկի արձաններ։ Իսկ դուք, հա, տեսնում եք, չէ, ընկերներ, որ վրա տարբեր մարդկանց պատկերներ կան։ Դրանք սովորական մարդիկ չեն, հայտնի մարդիկ են, ընկերներ, մեր մշակույթի կարկառուն գործիչներից են։ Կարող է այդտեղ տեսնեք Ավետիք Իսահակյանի, Շաուլ Ազնավուրի, Ֆրունզիկի Մկրտչյանի եւ շատ այլ դեմքեր, այո։ Հիմա իմ հետ ես առաջ։ Գնացինք։ Արման ով ես։ Արմանը մի քիչ այլ է։ Հասատի։ Այո, բայց հայերը Ինչ իմանամ։ ընկերներ, Բարսատիկով տղան է կոչվում։ Ինչ է կոչվում արձանյանը։ Շատ ապրիկ, Բարսատիկով տղան։
Բայց տեսնում եք ինքը թռչնակին խփում, թե թռչնակը նստել է կարծատիկի վրա։ Ինչ եք կարծում, կարելի է թռչուններին ռագատկայով կարծատիկով, չի կարելի, չէ։ Ընկերներ, հենց դրա սիմվոլն է, հա սա։ Ասում են, այս տղան շատ էր սիրում կարծատիկով բոլոր թռչուններին խփել։ Օրերից մի օր էր, աղջիկներ։ Այս տղան երբ որ ուզում է կարծատիկով թռչնակին խփել, թռչնակը թռնում գալիս նստում է կարծատիկի վրա։ Ինչ եք կարծում, դրանից հետո կխփել ես տղան այդ թռչնակին, չէ՞, խփի, չէ։ Ասում է այնքան այ հիանում թռչնակի գեղեցկությամբ, որ էլ չի խփում։ Ու դրանից հետո էլ երբեք կարծատիկով թռչուններին չի գործում։ Համաձայն եք, չէ՞, որ չի կարելի թռչունների գործել։ Շատ ապրեք, սա դրա խորհրդանիշն է, որ երբեք չի կարելի թռչունների գործել։ Եկեք ես կողմ, եկեք գերնեն, այս պատորին։ Պատին, երրորդ դասարան ջան, այ ասեցի կոչվում է հիշողությունների թունել։ Ձեր կարծիքով ինչի պետք է այս հատվածը կոչվի հիշողությունների թունել։ Ձերքով եք պատասխանում։ Շատ ապրես։ Երեխեք ինչի է կոչվում հիշողությունների թուները, որովհետև այստեղ պատին դուք տեսնում եք շատ հին գործիքներ, ու այդ հին գործիքներով են հնում մեր մամաները, պապիկները, իրենք դրանցով են աշխատել, բա հին են դրա համար, երեխեք։ Այս հատվածը մի վայրկյան, օքեյ, ես ինչ գործիք է, ինչի եք նմանել։ Մեծ սուշի փայտի, այն ժամանակ սուշի կա։ Լվացքի փայտի կա, Այդ ինչքան մեծ պիտի լիներ սուշին, որ այս ընձայացնեի։ լվացքի։ Չիպս չկա։ Չէ, հարթուկ չի, չեմ կարա, ես ես հարթուկ եմ, որ հարթուկ չի հարթուկ չի, բայց այո, քանի դասես, Լվացքի մեքենայի ընկերներ, շատ ճիշտ ասես, ապրես, դու էլ ես շատ ճիշտ, ընկերներ, հնում ես մեր լվացքի մեքենաները չկային է, մամաները ձեռքով էին լվացք, Իսա ավտոմատ լվացքի մեքենաներ կային, ընկերներ, ու որ շորերը լցնում էին այդ մեքենայի մեջ, որպեսզի դրանք լվացվեին, դրանից հետո պետք է չէ, որ շորերը հանեին այդ լվացքի մեքենայի, բայց այդ ջուրը շոտ տոքեր, ընկերներ կվարվեին մամաները, դրա համար այո, այսպես բռնում էին շորից ու բարձրացնում հանում էին, պատկերացրի, հիմա ձեռք չենք տալի սրան, իմ տղա, ձեռք տալ չի կարելի, այո, հիշում եք չէ, որ դերներ լինեն ասել, այո, շետներ, մի հատ կնայեք, այ, ես գործիքին, սղոցա, ընկերներ, նման է սղոցիկ մեկ այդ տեսական, կոչվում է խզար, ընկերներ, երկու կողմից այսպես երկու կողմից կապում են ու այսպես սղոցում, իսկ մի հատ շատ հետաքրքիր բան եմ հարցնում, լուշադի, խզարել բառը դիտեք, լսել եք, որ ինչ-որ մեկը լավ բան է ասում, ասում եք խզարեցից, չէ, չեք պատկերացնի, բայց այդ բառը հենց այս սղոցի անունից է գալիս, խզարից, որ այս խզարը շատ լավ է սղոցում, ասում են լավ խզարում, այդտեղից էլ եկել է այդ բառը, որ եթե ինչ-որ մեկը լավ բան է անում, խզարում, հասկացաք սա, հիմա շատ լավ, այդտեղից է գալիս, դա ընդհանրապես չափազանցություն է, դրա համար է, այս երջիկը, որտեղ շատ փայտեր են իրար վրա դրված, կոչվում է հազարաշեն, սա հասկացաք, այ մի հատ կնայեք ես գործիքին, սանդերը, տեսա բոլորը, չէ, բուրդի համար է, այո, բուրդն են գզել ընկերներ սրանը, բուրդը տեսել եք, չէ, այ լցնում էին այս սանդերի հատվածի վրա, այո, և բուրդն էին դրած, այ հետևում, լսի, այս հատվածում տեսնում եք տիկնիկ կա իմ հետևում, դա մեր հայկական տիկնիկ է, իսկ դուք գիտեք ինչ է կոչվում մեր հայկական տիկնիկը,
Չէ, տարազով է, բայց չէ։ Ընկերն է կոչվել է ու շադի։ Նուրի տիկնիկ, նուրի։ Սիրուն անունա, չէ։ Նուրից, չէ, նուրից չի պատրաստված, ընկերն է, սովորական կտորներից է պատրաստված։ Կոչվում է ոչ թե նուրի, այլ նուրից, նուրի։ Այո, բերում ընկերն է։ Այս երեխաները, որ այս նուրի տիկնիկը ունեին, ու այդ ժամանակ վսում պետք է պարտադիր անձրև լինի, չէ, որ բերքը շատանա, չէ, ու որ գյուղացիները ուզում էին, որ անձրև կա, ընկերներ, երեխաները իրենց այդ նուրի տիկնիկով դուրս էին գալիս, պահում էին վեր ու խնդրում էին, որ նուրի տիկնիկը իրենց համար անձրև բերի, ու բերում էր, ընկերներ, պատկերացնում է, այո, դա կախարդական էր, բերում էր, հիմա չեն կարող անել, բայց հետո եթե փորձեք, միգուցե իր դարձի, հիմա այս ճանապարհ է տալիս, Այս հատվածը երրորդ դասարան կոչվում է արևային խոհանոց։ Այս դուք ստե խոհանոցի հիշեցնող ինչ-որ բան տեսնում եք։ Ապսը։ Տեսնենք ընկերներ, այս երկու հատվածները, այս երկու սարքերը, որոնք որ դրված են, ընկերներ, դրա համար են, որպեսզի մենք դրանց վրա ինչ-որ բան պատրաստենք։ Ինչպես ենք հա պատրաստում, մեր տղան շատ ճիշտ ասել, արևի շողերը գնում են այս հայելային հատվածի վրա, էներգիա է հավաքում, ու այդ մեջտեղի հատվածը տեսնում եք, չէ՞ ընկերներ, այդ մեջտեղի հատվածում դնում են ապակե, հացա, անպայման ապակե, որ այդ տաքությունը կարողանա ամբողջությամբ վերցնել իր մեջ, ու այդտեղ պատրաստում են տարբեր բաներ, ամենաշատը այստեղ ձուկ ենք պատրաստում, ու շատ համեղել ենք, որ այս արևով է հա պատրաստում, այս կացեք, որ ձեր մամաները ձուկ են պատրաստում, հատավոր կան իրենք Եթե այս մավարակի վրա պատրաստենք, մենք եթե պատրաստում ենք, ընդամենը 10-ից 15 րոպե պատրաստենք, պատկերացնում եք։ Բայց ընկերներ, անցած տարի ամռանը այնքան շոգել է, որ այստեղ զուգ ենք պատրաստել ընդամենը 4 րոպեում։ Պատկերացնում եք, այդքան արագ, այդքան տաք է։ Հիմա ձեր կարծիքով այստեղ կարող եք ինչ-որ բան պատրաստել։ Արև չկա, չէ՞։ Իսկ ամառը, երբ որ արևը շատ ուժեղ է լինում, կարողանում եք։ Այո։ Հետաքրքիր էր ընկերներ։ Դե հիմա այս ճանապարհ տվեք, ուղղակի արձաններ են ընկերներ։ Ես նավակոծիչ եմ։ Sasatsa ganate, bare bare, gachi arte vote se kapab, kari kari, akhme phoki ke tot kanina harka bore, koshik, vori me phoki ke tot kanere echmate, koshik, akhme phoki ke tot kanina harka bore, koshik, vori me phoki ke tot kanere echmate, koshik. Sara, senze, gachi sara, vote se kapab, kenze, yara sasa zaganna sara, senze, gachi sara, vote se kapab, kenze, akhir me phok ke tot ke nerina harka bore, koshik, vori me phok ke tot ke nera echmate, koshik, akhir me phok ke tot ke nerina harka bore, koshik, vori me phok ke tot ke nera echmate, koshik.
սվերին գեղինա Տոտիկ, տոտիկ, ձվածեղը տեղինա Տոտիկ, տոտիկ, աչկը սվերին գեղինա Տոտիկ, տոտիկ, աղիմ է փոքրիկ է տոտիկներինը հարկավոր է Տոշիկ, տոշիկ, որիվ է փոքրիկ է տոտիկները չմտիմ Տոշիկ, տոշիկ, աղիմ է փոքրիկ է տոտիկներինը հարկավոր է Տոշիկ, տոշիկ, որիվ է փոքրիկ է տոտիկները չմտիմ Տոշիկ, տոշիկ Ասեցի խրովեցիր յար մկնե Կանգնար արդասում կթապեցիր յար մկնե Տխուրը մենե յար մկնե 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 Տխուրը մենե Չերեցիրես իսպանեցիր յար մկնե Զորով հայդը ռակ շինեցիր յար մկնե Տխուրը մենե յար մկնե 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 Տխուրը մենե Դիգիս տերխիտ շունիս յար մկնե Վարին չեսը դու գլսիս յար մկնե Տխուրը մենե յար մկնե 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 Տխուրը մենե յար մկնե 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 Տխուրը մենե յար մկնե 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 Տխուրը մենե Միատել Յար մկնե Տխուրը մենե Կաղից կարող ենք այոնել ապսե պատրաստել, բայց հիմա լրությունը կահում է և լսում եք ինձ։ Կաղից ստանում ենք հողից, այն հողի շերտեր, հող ունի շերտեր, քարային շերտ, ավազային շերտ, կավային շերտ, ջրային շերտ, այդ մենք կավային շերտը գոյանում ենք կենդանիների ու բույսերի մնացորդներից։ Հիմա կմտածենք ինչպես է կենդանիների ու բույսերի մնացորդների։ Աշտարակեցին է չէ շատ տերևներ են թափվում։ Այդները մի որոշ ժամանակ հետո սկսում են քայքայվել, չէ՞։ Քայքայված մասային անվանում են հումուս։ Հումուս անձրևների շնորհիվ իջնում է գետի հատակ, հողի հետ միապարվում, ծառնում է կապ, որից հետո վարպետները տեղից դուրս են բերում, վերամշակում են, հատուկ մաղերի միջոցով անցկացնում են ու սկսում են իրեն լավ հունցել։ Հունցման պրոցեսը ամենակարևոր պրոցեսն է, ինչի համար, որպեսզի լինի փափուկ, ձեռքի մեջ կառավարելի և երկրորդը, որի միջի պղպջակները դուրս գան։ Հունցելուց, գնդերի բաժանելուց հետո սկսում են Խատրի